կանգնել, որպեսի մարդկանց Երևան, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձքը, այդուր երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռը և ծածուկ աղոթիր քո հորը, և երկնավոր Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ ես անում, կհայտնեցի քեզ հայտնապես։ Աղոթք անելիս շատախոս չլինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի են լինում։ Այդ նրանց չնմանվեց, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան ուզեք, երբ արդ դուք այդպես աղոթեք, Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր և ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ներում ենք մեր նկատմամբ հանցանք գործողներին, և մի տար մեզ դեպի փորձություն, այլ մեզ փրկիր չարից, որովհետև քոնն է թագավորությունը, քոնն է զորությունը և քոնն է փառքը հավիտենական ամեն։ Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների, իսկ եթե դուք մարդկանց չեք ներում իրենց հանցանքները, ինչպես Հայրը կների ձեր հանցանքները։ Երբ որ ծոմ պաս կպահես, տրտում երեսով չլինես ինչպես լինում են կեղծավոր մարդիկ, որոնք իրենց երեսը այլանդակում են, որպեսզի մարդկանց այդպես երևան, թե ծոմ են պահում։ Ճիշտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձքը։ Այլ եթե դու ծոմ պահես, օծիր գլուխը և լվա երեսը, որպեսզի չերևաս մարդկանց, որպես ծոմ պահող, այլ քո Հայրը գաղտնաբար և քո Հայրը, որ տեսնում է այդ ամենը, ինչ որ ծածուկ է կհատուցի քեզ։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա ընթերցվածքը շատ հետաքրքիր ուղերձ է ուղղում բոլորիս, որովհետև սկսվում է վաղվանից մեծ պահքի երկար ու ձիգ 48 օրյա պահքի շրջան։ Խոսում է ողորմած լինելուց, թե ինչպես պիտի լինենք բարեգործ և ինչպես չպիտի լինենք բարեգործ, խոսում է նաև ինչպես պիտի ճիշտ աղոթենք, և Հիսուս ասում է, թե ինչպես պիտի չաղոթենք, և Հիսուս խոսում է ինչպես պիտի պահք ծոմ պահենք, և ինչպես պիտի պահք ծոմ չպահենք։ Աստված նայում է քո ոչ թե դեմքին, քո զգեստներին, քո հագու կապին, քո տեսքի փայլունությանը, քո սիրունությանը կամ տգեղությանը, Աստված նայում է քո հոգին, տեսնում է այնտեղ ինչ կա, ինչ չկա, ինչ պիտի լինի, ինչ չպիտի լինի։ Ուրեմն Աստված նայում է քո քայլերի դրդապատճառին, ինչ ներքին մղումով ես դու անում, ողորմածություն, ինչ ներքին դրդապատճառով ես դու աղոթում և ինչ դրդապատճառով ես դու ներքուստ ըստ էության պահպահում կամ ծոմապահություն անում։ Եթե մենք ողորմած աղոթող և պահպահող ենք երևալու համար, եթե մենք այդ բոլորը անում ենք մարդկանց երևալու համար, եթե այդ ամենը անում ենք ծափահարվելու համար,
Եթե այդ ամենը անում ենք ողորմածություն, աղոթք եւ պահ, որ մարդկանցից գովասանք լսենք, ասում է մի արա, Աստված արգելում է երևալու համար արված բոլոր բաները եւ ասում է, եթե դրա համար եք անում, ձեր վարձքը ընդամենը դա է, դրանից ավել ուրիշ բան չեք ստանա։ Աստված ասում է, հավիտենականության համար արա, չերևացող բաները, չերևացող երևույթները, հոգին եւս չի երևում, մեր ներքին մղումները եւ ցանկությունները եւս չեն երևում, բայց Աստված մատնացույց է անում եւ կիզակետում է պահում մեր ներքին դրդապատճառը, մղումները, ցանկությունները եւ Աստված հատկապես նայում է այդ ներքին չերևացող բաներին, ինքը Աստված չի երևում եւ իրեն հաճելի է չերևացող արված բաները։ Եթե ծափահարելու համար ես անում, դադարիր դա անելուց։ Եթե աղոթք ես անում երևալու համար, թե դու աղոթող ես, այդպես մի արա, որովհետև չերևացող բաներն են։ Հույս, հավատ, սեր, երկնքի արքայություն եւ հավիտենական կյանք։ Սիրելի քրիստոնյաներ, մենք մտնում ենք մեծ պահքի մեծ ճանապարհին եւ պահքը պահելու ենք թե ոչ։ Ինչ է պահքը։ Երեք մի հաղորդում է նայում, մի լրագրող միկրոֆոնը մոտեցնում էր բարձրախոսը երիտասարդներին, մարդկանց եւ հարցնում էր պահելու եք պահքը, անկեղծ ասած չզարմացա, երբեմն հնչում էր հետևյալ պատասխանը. ինչ է պահքը, ես չգիտեմ դա ինչ է, առաջի անգամ եմ լսում, մեկն էլ ասեց ուզում եմ պահ պահեմ, որովհետև Աստված ուզում է, որ անորոշ բաներ էր ասվում, չզարմացա, որովհետև երևի մենք քիչ ենք աշխատում։ Շատ գործ ունենք անելու բոլորս, ես, դու եւ ամենքս։ Մեր տներում, մեր աշխատավայրում ամենուրեք խոսելու այս մասին։ Այսօր խնդիր չկա, մարդը տեղեկացված լինելու հարցում, եթե անգամ մարդը մի փոքր ցանկություն ունենա, կտեղեկացվի։ Բայց մենք չպիտի թևաթափ լինենք, դադարենք տեղեկատվություն, գիտելիք, աստվածգիտություն եւ այդ մասին խոսելու։ Պահք նշանակում է պահել։ Հիմա ես խաչը պահել եմ, բռնել եմ։ Մենք շատ բաներ ենք պահում։ Երբ որ Ադամ եւ Եվան Աստծո արքայության մեջ դրախտում էին, առաջի օրենքը Աստված Ադամին տվեց ասելու. այս բոլոր այգու ծառերից կուտես, վայելիր քոնն են, բայց այն մի ծառից, չարի գիտության իմացության ծառից չուտես։ Այսինքն առաջի բանը, օրենքը, որ Աստված տվեց մարդուն, պահքն էր։ Համար առաջի օրենքը մարդկությանը, ինձ քեզ բոլորին, ի սկզբանե պահքն էր, որ Աստված տվեց մարդուն, ասելու սա արա, սա մի արա, եթե սա անես, Աստված օրհնելու է քեզ, եթե արգելված անես, ինչպես որ հաջորդ կիրակի, մյուս կիրակի պիտի խոսենք վտարման արտաքսման կիրակին, թե ինչու փառքից մարդը ընկավ եւ վտարվեց դրախտից։ Իմ ամեն կիրակի, այսօր, մյուս կիրակի եւ այսպես 7 կիրակիներ քայլ առ քայլ, փուլ առ փուլ, հանգրվան առ հանգրվան մեր Սուրբ եկեղեցին մարդկանց բարձրացնում է եւ ուղղորդում է, կողմնացույց է լինում, ճանապարհ է ցույց տալիս, ինչպես ընկած վիճակից բարձրանալ դեպի հարություն եւ հավիտենական կյանք։ Բուն բարեկենդանը դրախտի պատկերն է, որ տալիս է ով մարդ, դու կոչված ես երջանիկ լինելու համար։ Հիմա եթե նորից հարց տանք մարդկանց, 10 հոգու այս հարցը տանք, ինչ է երջանկությունը, կլսենք 10 տարբեր պատասխաններ։ Եթե մեկի համար հաճելի է ծխախոտը, երջանկություն է դա, մյուսի համար տհաճ է։
Եթե մեկի համար խաղամոլությունը, օրինակ, հաճելի է, երջանիկ է, մյուսի համար տգեղ է եւ մերժելի։ Եթե մեկի համար շատ հաց ուտելը, քեֆ անելը հաճելի է, մեկ ուրիշի համար ոչ։ Այս երաժշտությունը սիրում է, մյուսը չի սիրում։ Այսինքն որն է երջանկությունը։ Այս հարցին տալիս է մեր Տեր Հիսուս Քրիստոս երանիների ամբողջ ցանկով։ Միավորվել Աստծո հետ, գտնել Աստծո ճանապարհը, միավորվել Տիրոջ հետ։ Տերը ունենաց քո սրտում, երբ որ Աստված թագավորում է քո հոգին, երբ որ Աստված իշխում է քո մտքին, երբ որ Աստված սիրով առաջնորդում է քեզ եւ դու ապրում ես Աստծով, սա է ճշմարիտ երջանկություն։ Այս գիրքը տալիս է բանաձևը, այս գիրքը տալիս է այն օրենքները, որ մարդը կարող է դրանով ապրել եւ երջանիկ լինել։ Հիմա բուն բարեկենդանը երջանկության պատկերն է, որ տալիս է որտեղ էր մարդը եւ մեղքի պատճառով գլորվեց եւ հաջորդ կիրակի վտարման կիրակին է, որ թե ինչպես վտարվեց դրախտից մեղքի պատճառով, այնուհետև անառակի կիրակին խորհրդանշում է մի կարևոր ապաշխարություն, որ տրված է քեզ, ապաշխարելով մեղքերի զղջմամբ դու կարող ես դառնալ դեպի Աստված։ Տնտեսի կիրակին գալիս է ասելու, որ դու Տերը չես, ինչ որ ունես, այլ Տերը Աստված է, դու ընդամենը դրա գործավարն ես, տնտես վարողը, ոչ թե Տերը։ Այնուհետև հաջորդ կիրակի գալիս է դատավորի կիրակին, որ աղոթքով կարելի է աղոթքով միավորվել Աստծուն եւ Աստծուց խնդրել ամեն բան հոգեվոր առումով։ Այնուհետև գալիս է մյուս կիրակին, գալստյան կիրակին, որ խորհրդանշում է եւ առաջի եւ երկրորդ Քրիստոսի գալուստը, որ ինչպես դրախտային վիճակից գլորվեց մարդը, ապաշխարությամբ, զղջումով, աղոթքով հասավ դեպի երկրորդ գալստյան եւ հրաշափառ հարության։ Փոքրիկ մի ակնար, որ խորհրդանշում է մեծ պահոց կիրակին։ Հիմա ինչպես պիտի պահք պահենք, ինչ է պահքը։ Պահք նշանակում է պահել Աստծո պատվիրանները, պահել այն, ինչ որ հաճելի է Տիրոջը։ Եթե դու պահքը պահելու ես, նորից եմ կրկնում, ծափահարվելու համար, թմկահարելու համար, որ ես պահք եմ պահում։ Եթե դու պահքը պահում ես ցուցադրական մի պահիր, չի կարելի, Աստված արգելում է այդպիսի պահքը։ Եթե դու հրավիրվես խնջույքի, հրավիրվես մի ուրախ տեղ, եթե դու պիտի գնաս, չի արգելվում, ուշադիր եղեք, խնդրում եմ, պահք պահողներ, հրավիրված ես խնջույքի, աշխատի չգնաս, բայց եթե գնում ես, եթե այնտեղ պիտի ռեկլամ անես քեզ, մնա տունը մի գնա, ցույց մի տվեք, ցուցադրական կրոն չէ Աստծո կրոնը։ Հիսուսին դուք տեսել եք, միտեղ ինքը իր մասին լավը խոսի։ Հիսուսը անում էր ըստ էության, որովհետև պետք էր, բժշկում էր, որովհետև դրա կարիքը կար։ Պահք էր պահում, չէ, 40-օրյա պահքը պահեց մինչև քարոզությունը, որովհետև դա ցույց է տալիս մեզ, կողմնացույց է մեզ համար։ Հիմա ինչպես չպիտի պահենք, ինչպես պիտի պահենք, այս գիրքը ասում է այդ մասին, հստակ, որովհետև պահքը ժուժկալություն է, որովհետև պահքը չափավորություն է։ Եթե ես շատ եմ սիրում կոնֆետ, եթե ես շատ եմ սիրում քաղցրավենիք, եթե ես շատ եմ սիրում միս, բայց այդ ամենը իմ համար պիտի դառնա կուրք, պահելով դառնա կուրք, ավելի լավ է ես ուտեմ քաղցրավենիք, ուտեմ միս, այս արգելված բաները, այսինքն խնդիրը այստեղ նա չի, թե ինչ ուտեմ, ինչ չուտեմ, ես մարդիկ գիտեմ, որ 24 ժամ կուրք դարձրած պահքի կերակուրները, այս ուտեմ ես պահում պահք, ես չեմ պահում պահք, պահքը մեզ է պահում, այսինքն մոտեցումների խնդիր կա նաև այստեղ, ոչ միայն ժուժկալության, աղոտ, ողորմածություն, այլ նաև հասկանանք, որ պահքով մաքրվում է մեր մարմինը, մեր հոգին, որովհետև
Աստված ասում է, որ մեղքերը ծանրաբեռնում են քեզ հոգևոր հիվանդությամբ եւ մարմնավոր հիվանդությամբ։ Երբ որ մեկը հիվանդ է, մտնում է չափավորության մեջ, այսինքն իրեն նշանակում են դեղ, բժիշկը նշանակում է դեղ եւ նշանակում է դիետա։ Հիմա հոգևոր դիետա է պահքը չափավորության համար, որ բժշկվի մարմինը եւ հոգին։ Եթե բժիշկը օգնում է բուժվելու մարմինը, պահքը գալիս է բժշկելու քո հոգին, ներսը մաքրելու եւ սրբելու ախտերից եւ ամեն բանից, ինչը որ քեզ հարկավոր չի։ Ուրեմն այսօր ընթերցումներում կա Եսայի մարգարեի ընթերցումը, շատ այսպես ուժգի խոսք է, խնդրում եմ ուշադիր լսենք։ Աստծո Եսայի մարգարեն ժամանակին այս մասին ասել է, որ կարծում եմ շատ տեղին է այսօր, որ ուզում եմ կարդամ։ Ուժգին կանչիր եւ մի խնայիր, շեփորի պես բարձրացրու ձայնը, պատմիր իմ ժողովրդին իր մեղքերի եւ Հակոբի տան անօրենությունների մասին։ Օր-օրի ինձ եմ փնտրում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները։ Իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել եւ իր Աստծո իրավունքը զանց չի առել։ Ահա նրանք եկել են եւ իրավունք եւ արդարություն են որոնում, հապագում են մերձենալ Աստծուն։ Եվ ասում են ժողովուրդը, այդ ինչպես է, որ մենք ծոմ պահեցինք, պահք պահեցինք եւ դու Տեր Աստված չտեսար։ Զրկանքների ենթարկեցիր մեզ եւ դու չիմացար, որ մենք պահք ենք պահում։ Այդ ձեր ծոմապահությունը ոչ մի բան է իմ աչքին եւ դուք այդ օրերին բռնցքահարում եք մարդկանց, հայոյում եք մարդկանց, սրիկայություն եք անում մարդկանց նկատմամբ, ձեր ծոմ ու պահքը ինձ պետք չեն, ասում է Տեր Աստված, զրկում եք աղքատին, ձեր պահքն ու ծոմը ոչ մի բան է ինձ համար, ձեր խնդրանքները ես չպիտի լսեմ, որովհետև անիրավությամբ եք բռնում ճշմարտությունը, եւ Տիրոջ Եսայի մարգարեն ասում է, որ Աստծու համար պահք պահել նշանակում է թե լինել ողորմած ըստ էության, լինել աղոթող ըստ էության, սրտանց եւ հոգով եւ լինել ողորմած ըստ էության, այժմ է միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն։ Yes,